Առողջություն սիրելիներս, բարի լույս։ Այսօր արթնացել ենք, հիմա գնում ենք Նախաճաշի ու պատրաստվում ենք քաղաքային տուրի։ Գնալու ենք քաղաքով պտտվելու։ Իրեն, չես ուզում իշնած, երկու ակնոց չեն դնում, իրեն։ Օրա, տեղին գույնա։ Մամ, տեղին գույնա երկու ակնոցներով։ Հա, դե արի։ Գնանք նախաճաշենք։ Ու գնանք քաղաքով պտտվելու։ Այստեղ մեզ մոտ պանիրների տեսականի է, իսկ այնտեղ արդեն ձիթապտող, սա լիմոնի թթու է ոնց որ։ Այստեղ կտրտած բանջարեղեններ են, մենք ինքներս կարող ենք պատրաստել աղցան, կարագա, կարելի է կարագ ու ջեմ փորձել այսօր օրինակ։ Մեր ավտոբուսը եկավ ու մենք շարժվում ենք դեպի քաղաքային տուրի։ Թեթև նախաճաշեցինք, առավոտ շուտ այդքան ուտելու ցանկություն չկա։ Չնայած որ այստեղ ժամը 8-ն է, Հայաստանում արդեն 10-ն է, բայց առավոտյան օրինակ չգիտեմ, ես սովորաբար չեմ նախաճաշում, ճիշտ է, սխալ եմ անում, բայց չենք նախաճաշում։ Մի խոսքով գնում ենք քաղաքը տեսնելու։ Хотя они мало болеют и долго живут. Ну и очень многие рецепты, которые были записаны во времена фараонов, по сей день используются современными египтянами в народной медицине. Больше всего долгожителей встречается даже не среди египтян, а именно среди бедуинов. Бедуины живут в пустыне без воды, без электричества, в очень тяжелых условиях. Но там больше всего встречаются долгожители, вот именно благодаря тому, что они пользуются народной медициной. Самый известный народный рецепт, который пришел к нам со времен фараонов. Египтяне его по сей день используют, очень популярный, уже визитная карточка Египта, мне кажется, уже даже те, кто не был в Египте, слышали. То есть рецепт черного тмина. Меня просто когда узнают, что я живу в Египте, начинаю сразу заказывать. Да. С древних времен здесь на территории Египта фараоны выращивали цветок, который называется черный тмин. Обмена вещей, вообще у них это да, очень популярно все. Так, ну мы с вами, кстати, уже подъехали к первой остановке. Город действительно очень маленький, да, мы с вами были только что в 5-м районе по постройке, уже в 4-м, в центральном, на Амадей. Անվանում է Սալամ, միր, как бы հայերեն թարգմանաբար խաղաղություն, հա, Սալամ ալեյկում, միր всем, Սալամ ալեյկում, թարգմանվում է միր всем, բոլորին խաղաղություն, հա, բարևում են այդպես, ողջունում են իրենք միմյանց։ Քաղաքը, քանի որ Շարմ էլ-Շեյխը շատ հին քաղաք չի, բնականաբար այս կառույցն էլ, հա, հին չի, 2000-ականներին է կառուցվել։ Հիմա այստեղ 10 րոպե ժամանակ ունենք նկարվելու համար։ Այստեղ մուտքը չի կարելի, միայն իրենց հավատքի կրոնի մարդկանց են թույլ տալիս ներս մտնել ու մեր դիտողեկցորդին ասաց, որ ներսում այդպես հետաքրքիր ոչինչ չկա առանձնապես։ Мы с вами будем еще фотографироваться на самой большой, на 3-й остановке, да, как раз в другом районе. Мы сейчас с вами в 4-м районе по постройке, в центральном, выехали с 5-го, с района аэропорта. Всего их 6. Одним словом, мы двигаемся на юг, с севера на юг, чем южнее, тем старее. Едем мы с вами сейчас на 2-ю остановку. 2-я остановка у нас в центре от фабрики масел. Ну, про масла чуть-чуть рассказала. Это достижение древних египтян, секрет долголетия арабов. В гробницах у фараонов были найдены разные бутылочки, емкости с маслами. Вот, но опять же, из-за того, что тут кризис, да, многие фабрики, заводы. Նույնպես աշխատում է այստեղի մարքեթինգը ու մեզ արան նեֆերսիտի, դա յուղերի տեղ է, որտեղ որ վաճառում են յուղեր, բնական, մի խոսքով եւս մի անգամ անցկացրեցին էքսկուրսիա, որը ինչ եւ ոնց ու բերեցին այդ տեղը, որտեղ վաճառում են յուղեր եւ բույրեր։ Դարձանք մարքեթինգի զոհ եւ գնացինք հսուկ
արժեքներ հիմա ցույց կտամ, որոնք երբ ինչ-որ երեխաները ընկնում են կամ ինչ-որ տեղ են ցավացնում, ոսկրային ցավ ունեք, կարող եք սրանով կարող եք սաքսել և ցավը արագ անցնում է, կոչվում է первая помощь, առաջի օգնություն։ Հետաքրքիր է, բայց այստեղ կոնկրետ աշխատում են Ուկրաինայից կամ Ռուսաստանից եկած աշխատակիցները, ուկրաինացի կամ ռուս են։ Հետաքրքիր քայլ է։ Բայց ինչ վերաբերում այս անուշաբույր յուղերին, իրենց, որոնք սպիրտով բացված չեն, իսկապես շատ լավն է, ժողովուրդ։ Երեք երբ մենք գնացել էինք Դախապ, այնտեղ էլ կանգնեցինք շուկայի մոտ ու էլի յուղեր կային, հոտեր կային, որոնք օգտագործեցինք, իսկապես շատ երկար մնում են, ինչ խոսք։ Արժեքները $75, $100 այդ կարգի գներ են։ Այնպես է, եթե օրինակ Հայաստանում կոսմետիկ որևէ խանութից գնեք յուղ, չգիտեմ, էլի շատ բարձր արժեքային ունենալ, օրինակ, չգիտեմ, լավ օծանելիքը կարժենա 50,000 և ավելի հաստատ։ Սա ցես ցույց տամ այս մազը։ Այսպիսի տեսք ունի և բնականաբար միատնի հոտ ունի։ Ու ինքը տաքացնող էֆեկտ էլ ունի, այսինքն եթե այնպիսի խնդիր է, որ պետք չի տաքացնել, որ տաքանա այդ հատվածը, սա չեն օգտագործում։ Այնտեղ կար նաև մի հատ ուրիշ տարբերակ, որը որ նախատեսված է հենց եթե ոսկրի հետ կապված խրեշի, հետ կապված խնդիր կա։ Մի խոսքով սա վերցրեցինք։ Այնպես է, այդքան խոսում են, ինչ-որ մի բան պետք է վերցնես, արժեքը $10 է։ Օգտագործենք ինձ թվում է, որտեղ մենք այս տիպի բան, դուք կհիշեք, չէ՞, վիետնամական բալզամները, այդ վիետնամական բալզամների հենց հոտը ունի ինքն է։ Խոսքով սպասում ենք մեր ավտոբուսի մյուս անդամներին, որ շարժվենք առաջ։ Бедуины до сих пор существуют, но просто из-за того, что тут построили город, они переместились в пустыни, они не хотят жить в городе. И какое количество бедуинского населения, никто не знает, потому что ни документов, ни паспортов государство не выдает. То есть 92 миллиона, это так весьма приблизительно, пальцем неба, да, зарегистрированных египтян, да? Сколько там тех бедуинов бегает по пустыне, история умалчивает. То есть это народ, который очень уважает свои древние традиции, живет, как у нас живут староверы, да, практически отрицает какую-либо цивилизацию. Хотя 3 племени из 10 уже сотрудничают с туризмом, туда возят на сафари. Եվս մի եգիպտական մսկիթ, մսկիթ են անվանում սրան, մեչեթ, մսկիթ, էլի մուտքը քրիստոնյաների համար չի կարելի ու այդպես պատմություն չունի, 2000-ականներին էլի կառուցված տաճար է։ Այստեղ էլ նկարվեցինք, պտտվեցինք ու հիմա գնում ենք մեր հաջորդ կանգառը, էլի իրենց եվս մի քայլ, գնում ենք սուվենիրնի խանութներով, չգիտեմ, շուկայա թե խանութ է, հիմա կգնանք կտեսնենք, ամեն դեպքում գիդ ուղեկցորդը նշեց, որ այնտեղից կարող են գնել նաև սուվենիրներ։ С правой стороны 2 полукруглых здания с узкими окнами.
Это самое старое, что есть в городе. Это первые еврейские селения. Тут даже щитки на иврите. До сих пор окна узкие, чтобы во время бомбардировок не было видно света. Это придумали евреи. За этими двумя строениями находится первый еврейский отель. То есть город начался прямо отсюда. Это 1967 год постройки. И старее здесь вообще ничего нету. Ну, евреев там тоже уже нет, они уехали, да, там теперь казарма для полиции. С левой стороны 2 полицейских участка. Один с туристической полицией для иностранцев и один, получается, для египтян. Խանութ, որտեղ պապիրուսների վրա են ամեն ինչ։ Ռոնալդոն, հա։ Հիմա ձեզ էլ ցույց կտանք։ Ստեղ Էրանջան, ստեղ։ Նայեք, լույսը անջատած, ոնց են ֆոսֆոր կարծես չէ լինեն։ Отключить видео отсюда, ребят. Это всего растение самостарится. Это всего ручная работа по вирусу. Этот растение. Это будет 2 метра 80 высок. Обмугаете как хочешь по размеру. Потом положите на воду стричами, как этот. И положите вертикально, горизонтально, потом попресс недели. После попресс недели будет такой бумажка везде стоит без ничего. Это получается вирус. Если у нас 2 цвета, желтый и коричневый. Желтый, когда после попресс положите на воду. 7 дней каждый день менять воду. Коричневый цвет положите на воду. 14 дней вообще воду не менять. Потому что на этот растение есть на 35% сахар. И потом, вот они, рисунка воздают. Это значит, все рисунок у нас позначил. Вот самое популярное у нас вот именно дерево жизни, дерево семья. Картинки норовые, картинки для музыки. А вот они календарь. Самый старый календарь. Это по одному годика. В сезон, месяцы, дни, часы, всего внутри есть. Когда включи, сейчас именно есть кошка. Кошка это символ Василия, охраняет дома. С глазом хорос, символ защиты. С ключ жизни, это богатство, жуки, скоровин, это символ удачи. А календарь тоже старый самый. Да. Вот дерево жизни, картинки на рове, это поменяться. Նայ, ինքը նկարը ուրիշ է, տակից ուրիշ բան է։ Христианки, а также, когда включить светец, поменяться. Вот получается это. Այսինքն երբ լույսով է, լրիվ ուրիշ նկար է։ Լույսն անջատում են, նկարը փոխվում է։ Հա, այստեղ էլի սուվենիրներ, եգիպտական թեմաներով։ Что, $8 կիլոգրամ։ Վերադարձանք ավտոբուս։ Նայեք, բոլոր տուրիստական ավտոբուսները գալիս են ու կանգ են առնում այս խանութի դիմաց։ Ինչու՞, որովհետև նրանց մեջ պայմանավորվածություն է։ Ես էլի ասել եմ, մի հատ առանցին վլոգ կնկարեմ։ Հիմնական այն ինչը պետք է իմանաք Եգիպտոս գալուց, բայց ամեն դեպքում իմացեք, որ յուրաքանչյուր քայլ այստեղ ինչ անում են, եթե դուք տուր եք վերցնում, դա
մարքեթինգը։ Բոլորը միմյանց հետ պայմանավորված են։ Это мечеть, где мы с вами фотографировались. Вот, мечеть Мустафа, 2006 год постройки. С правой стороны продуктовый магазин, самый большой, Carrefour, французский. Էքսկուրսիայի կեսից իջանք ու եկել ենք այստեղ շուկա, հա, որ տեսնենք էլ ինչ կարող ենք եկել ենք շուկա, տեսնենք ինչ կարող ենք գնել ու այստեղ ամեն մեկը իր հերթին ուզում մի բան վաճառած լինի, Աստված իմ տանք այդ խանութ ու գերին կանք այդ մարդու ուղակի ինքը հիմա ամեն կերպ փորձում եմ ամուսնուս ինչ-որ բան վաճառի Մի խոսքով ես ահավոր չեմ սիրում, երբ որ անընդհատ ինչ-որ բան են առաջարկում ու ստիպում են քեզ որ առնես Ես դուրս եմ եկել, ես այդքան ներվեր չունեմ Մի խոսքով Դա իրականում շատ վատ է Այդ Եգիպտոսի մինուսներից մեկն է, որ անընդհատ ուզում են քեզ ինչ-որ բան վաճառեն։ Спасибо большое. Друг, а ты сюда фото со мной? Со мной, со мной. Իրան հաջողվեց մեր վրա դուբայսկի շոկոլադ ու էլի ինչ-որ բան վաճառել։ Ու հիմա եկել ենք եգիպտական ևս մի սուպերմարկետ, որտեղ վաճառում են սուվենիրներ ու ինչքանով որ մենք ենք տեղեկացած, այստեղ գները փոքր ավելի մատչելի են։ Շեքները եգիպտական գումարով են։ Հիմա մեզ պետք է հասկանանք կարող ենք դոլար մանրեր սարքենք իրենց գումարը, թե չէ։ Աստորեն այս խանութում պետք է դոլարով չենք կարող վճարել, պետք է իրենց գումարով վճարենք, ամուսինս գնաց տեսնի որտեղ կարա փոխի դոլարը, ֆունտի, հա, ոնց որ։ Իսկ այդ ընթացքում մենք կպտտվենք, տեսնենք ինչ ունեն, ինչ հետաքրքիր բան կա, ինչ կարող ենք գնել։ Ստացվեց ընտրություն կատարել, ասեմ որ եթե կգաք Եգիպտոս ու կգաք Շարմ էլ-Շեյխ իմացեք որ բավականին մատչելի գներ են ֆիքս սուպերմարկետում, որտեղ կա ամեն ինչ, մենք բնականաբար սուվենիրների հետևից էինք եկել, բայց նախապես ձեր մոտի գումարը մանրեք ու դարձրեք եգիպտական։ Հիմա ցույց տամ ինչ ենք դրել, մինչև ամուսինս գա։ Հիմնականում մեր բոլոր ընկերներին սրանցից ենք վերցրել։ Սա ես մեր համար եմ վերցրել, մեր տան համար։ Գիտեք, ես գիտեմ։ Սրանք։ Ինչ երգ գիտես։ Մեծացել շախկավը գնամարը բոնամարը բոլորին կնչե Ալեքսն էլ նշարի։ Сейчас переведу. Ացինք։ Սապես կարողացանք ընտրություն կատարել, ուզում եմ կգնանք մեր հյուրանոց, մեր համար, կհանգստանանք։ Անչարի։ Դարձանք հյուրանոց, հասցրեցինք ճաշի, միատարակ ճաշում ենք ու արդեն կգնանք մեր ծովային հանգստին։ Իրեն լավ լողացան, քանի որ ես իրանք երկու մասի եմ բաժանվել, Մարիամը ուրիշ լողավազանում էր, ամուսինս ծովում էր լողում, Իրենը լրիվ փոքր էր լողավազանում,
Ես ինձ վազվզոցի մեջ էի, այտենց ես էլ չլողացա, բայց շատ լավ հանգստացա։ Նստեցի Իրենի ու Մարիամի այդ հատվածում, սիրուն հանգստացա։ Եկանք համար, հավաքեցինք մեր իրերը, տեղավորեցինք, ինչ որ պետք էր վերցրեցինք, ոչ մենք Հայաստան հետ չենք գնում, մենք երեկոյան գնալու ենք Շարմ էլ Շեյխից շատ հեռու, բայց ուր կտեսնեք հաջորդ վլոգում, իսկ հիմա մենք գնում ենք ընտրելու, իրականում երբ որ ընտրությունը շատ մեծ է, տեղի ընտրությունն էլ էլի, մենք չենք հասկանում որտեղ գնանք ընտրելու, որտեղ տարբեր ռեստորաններում տարբեր սնունդ է, ուզի մեր աղջիկները, իրենք էլ հանգստացան լավ, խոսքով հասկանանք որտեղ ենք սնվում։ Այսպես հետ կարելի է տեսնել, այստեղ ինչ կա, դասը բացել ենք, ոնց որ գունափոխվել ենք, այդ հասկանանք այս պահին այստեղ ինչ կա, տեսնենք, եթե հարմար ու ինչ-որ բան կա, ստեղ կմնանք, եթե չէ, գնանք։ Այստեղ երիտասարդները, երբ տեսնում են, որ հայ ենք, իրանք մի քանի բառ գիտեն հայերեն, շատ հավես շփվում են երեխեքի հետ էլ, մեր հետ էլ։ Հիմա տեսնենք ինչ ենք վերցնում, ընտրենք գնանք հանգստանանք մի փոքր, որովհետև գիշերը դուրս ենք գալու, ճանապարհ ենք գնալու շատ երկար։ Իրեն, ինչ ես անում։ Ապրես։ Добрый. Երևի 4-րդ օրն է, այստեղ ենք այս մյուս ռեստորանում չենք եղել, սա ավելի մոտ է մուտքին, դրսին է ավելի մոտ։ Տեսնենք, այստեղ ինչ կա։ Այստեղ բրոկոլի։ Սր կարելի է, էլի։ Բաճարեղ են։ Շաուրմա են պատրաստում, շատ արագ։ Այնտեղ տոլմա կա, բայց իրենց տոլմեն մեր իմացած տոլման չի, մեջը միայն բրինձ է։ Այստեղ խմորեղենի տեսականի, միրգ, խուրմա, ու էլի խմորեղեն։ Չունենք այստեղ էլի նույնը համարյա, ինչ որ նախաճաշին։ Այստեղ էլ իմ ամենասիրելին ռուկոլան, որ միշտ վերցնում եմ։ Այստեղ մակարոններ տարբեր տեսակի։ Այ։ Այստեղ պատրաստում են երեխեքի ամենասիրելին պիցցա։ Այստեղ թեյ և սուրճ։ Горячий шоколад. Так, շոկոլադ, թեյ, սուրճ, իմբիր։ Մենք վերցրել ենք բրոկոլի, մի փոքր այդ շաուրմայից փորձելու համար և և տապակած ձուկ, տավարի միս, խորոված։ Իսկ երեխաները իսկ երեխաները դուք ձեր գուշակեք պիցցա և կարտոֆիլ ֆրի։ Այդ